Ողջույն հարազատ հոգի։ Այսօր կխոսենք ներելու կարևորության մասին, քանի որ երբ սիրտդ փակ է, երբ որևէ ներքին կոնֆլիկտ, այդպես էլ չես կարողացել լիարժեք բաց թողնել, լիարժեք ներել, ենթագիտակցական շերտում դու ամեն օրվա կտրվածքով ահռելի էներգիա ես կորցնում այդտեղ։ Վստահ եմ ձեզանից շատերը մինչ այսօր ունեն վիրավորանքներ, չներված իրավիճակներ, որոնք չեն կարողացել դուրս բերել, բաց թողնել, եւ առաջին հարցը, որ առաջանում է, իսկ ինչպես ներել։ Արթնացման ժամանակ ինձ մոտ եկավ շատ մաքուր գիտակցում, շատ հստակ գիտակցում, որ իմ իրականության մեջ առանց որևէ բացառության ցանկացած հերոսի վարքագիծ, վերաբերմունք դեպի ինձ ստեղծվել է բացառապես իմ ներսի արարչի կողմից, իմ կողմից։ Հետևաբար, դու ես ստեղծողը քո իրականության մեջ ցանկացած հերոսի, եւ եթե որևէ հերոս քեզ ցավ է պատճառել, մի բան էլ դու պիտի ներողություն խնդրես, որ դու քո իրականության մեջ նրան տվել ես այդպիսի բացասական դեր, եւ նա մեծահոգաբար այդ դերը խաղացել է քեզ համար, որ դու սովորես քո կյանքի այս կամ այն դասը։ Օրինակ, որևէ հերոս կարող է քեզ սովորեցնել անձնական սահմաններ դնել, մյուս հերոսի միջոցով դու կարող ես տեսնել եւ ինքդ քեզ ստուգել, արդյոք սովորեցիր ինքդ քեզ չդավաճանել եւ ասել ոչ, եթե որևէ մեկի հետ չես ցանկանում իրապես շփվել, եթե որևէ վայր չես ցանկանում այցելել, արդյոք կարողանում ես ասել ոչ, թե դավաճանում ես ինքդ քեզ, վերցնում ես զոհի դիմակը եւ հարմար ես բոլորին։ Օրինակ, երբ քեզ խոցում են կամ վիրավորում, ազդակ է, որտեղ ես վերցրել զոհի դիմակը եւ չես ցանկանում թողնել այն։ Ուրեմն այնքան պիտի քեզ խոցեն, այնքան պիտի քեզ վիրավորեն, մինչև գիտակցես, որ այդ դու ես ստեղծել այդ հերոսին, որպեսզի վերջապես ազատվես զոհի կերպարից։ Այսպիսով քո կյանքի յուրաքանչյուր հերոսի միջոցով ինքդ քեզ ստուգելու ես շարունակաբար եւ ինքդ քեզ սովորեցնելու ես նախ ներել ինքդ քեզ եւ բոլորին, ընդունել աշխարհը այնպիսին, ինչպիսին որ կա, քեզ դնել առաջին տեղում, դուրս գալ զոհի կերպարից եւ վերցնել քո կյանքի ողջ պատասխանատվությունը քո ձեռքը եւ իհարկե արթնանալ, ճանաչել քո իրական արարչական լինելիությունը։ Արարիչը ինքնահիպնոզ է արել, քնել է քո անհատի մեջ, ստեղծել է այս ողջ գերագույն արարչական խաղը, որպեսզի նորից ու նորից ինքն իրեն ճանաչի։ Հասկացար չէ, թե ինչու հեռվից եկա։
Տես, եթե քո իրականության մեջ բոլորին ստեղծել ես դու, քո ներսի արարիչը, հետևաբար դու։ Հետևաբար ոչ ոքի ներելու ոչինչ իրականում չկա։ Բայց քանի որ մենք խոսում ենք անհատի տեսանկյունից, անհատին անհրաժեշտ է բաց թողնել, ներել բոլոր վիրավորանքները։ Եվ իհարկե, երբ խոսում ենք ներելուց, առաջին անփոխարինելի մեր կյանքի կամ ֆիլմի հերոսները մեր ծնողներն են։ Ինքս էլ, ինչպես եւ ձեզանից շատերը, ունեցել եմ մանկական տրավմաներ, որոնք որ երեխա ժամանակ ուրիշ կերպ ես ընկալում, քանի որ դու այն նրբանկատությունը, այն նրբազգացությունը, որ ունես, այդ ժամանակ իհարկե արտաքին աշխարհից նույն չափ նրբանկատություն դու չես ստանա։ Եվ քանի որ անփորձ ես, դու մեծի նման չես կարող գիտակցել, հասկանալ այս կամ այն վերաբերմունքի իրական մոտիվը։ Եվ դրանք մնում են եւ դառնում մանկական տրավմաներ եւ հետագայում նույնիսկ արդեն շատ հասուն տարիքում նորից եւ նորից դու անընդհատ էներգիա ես կորցնում այնտեղ, քանի որ երեխա ժամանակ չես կարողացել լուծել որևէ ներքին անհաշտություն արտաքին աշխարհի հետ կապված եւ առաջին հերթին քո ծնողների։ Արթնացումից հետո իհարկե առաջին բանը, որ տեղի ունեցավ ինձ հետ, այդ պահին ներելու այլևս ոչինչ չկար ոչ մեկին։ Իսկ ինչը ներեմ, երբ զգում եմ կատարյալ սեր իմ ծնողի նկատմամբ։ Բայց մինչև այդ կետին հասնելը եւ քանի որ ինքս այդ էներգիայով արդեն անցել եմ, սիրով առաջարկում եմ այսօր, որ միասին կատարենք հենց ծնողներին ներելու պրակտիկա։ Եվ քանի որ այս հոլովակը դառնալու է իմ ալիքի սկզբնական, հիմնային հոլովակներից մեկը, ինձ համար շատ խորհրդանշական կերպով ես ուզում եմ այն սկսել մեդիտացիայով, որը ուզում եմ նվիրենք բոլոր հայրերին, հանձինս իմ հոր։ Արթուն ներկայությունից հետո ինձ համար մեկ մեդիտացիան դա հոօպոնոպոնոն է։ Հոօպոնոպոնոն հավայական պրակտիկա է եւ առաջին անգամ կիրառել են հավայացիները, այնուհետև դոկտոր Հյուլին 1980-ականներին կիրառության մեջ է դրել եւ արդեն 2000-ականներին նա աշխարհի հետ կիսվել է իր մեծ հաջողություններով, թե ինչպես է այս պրակտիկայի միջոցով բազմաթիվ բուժումներ կատարել։ Այս մեդիտացիան կամ պրակտիկան ինձ համար լավագույնն է ինքնամաքրման, ներելու եւ սիրտը բացելու համար։ Գաղտնիքը ընդամենը 4 արտահայտության մեջ է։ Please forgive me. Խնդրում եմ ներիր ինձ։ I'm sorry. Ես զղջում եմ կամ ցավում եմ։ I thank you. Ես շնորհակալ եմ քեզ։ I love you. Ես սիրում եմ քեզ։ Այս պրակտիկան արվում է ոչ թե դիմացինի համար, այլ ինքդ քո, որովհետև երբ այս արտահայտությունները անում ես ներսով, առաջին հերթին քո սիրտն է բացվում եւ դու ես փոխվում, իսկ երբ դու փոխվում ես, փոխվում է նաեւ քո շուրջը գտնվող իրականությունը։ Ես հոօպոնոպոնոն կներկայացնեմ, ինչպես ինքս եմ զգում, երբեմն ես այդ 4 արտահայտություններից մեկը ես զղջում եմ, երբեմն անում եմ, երբեմն ոչ,
Այնպես ինչպես էներգիան ինքնին զգում եմ, ինչպես գալիս է։ Դրա համար նորից պիտի խնդրեմ, որ բարերից չկարճել, այլ լիարժեք վայելել էներգիան։ Բուն մեդիտացիան կտեղադրեմ առանձին, որպեսզի մաքսիմալ վայելեք այն։ Այնպես որ կարող եք առանձնանալ, հագնել ականջակալներ, եթե ցանկանում եք, եւ նվիրել այս մեդիտացիան մտովի ձեր հայրերին, անկախ նրանից նրանք այստեղ ֆիզիկական աշխարհում կան, թե ոչ։ Եթե անգամ չկան, դուք ուղղակի մտովի պատկերացնում եք ձեր հոր կերպարը եւ միանում եք ինձ հետ մեդիտացիային։